Սրտանց ասենք Փառք Հիսուս Քրիստոսի։ Ես շատ եմ սիրում ասեմ Փառք Հիսուս Քրիստոսին, որովհետև այս անվան մեջ կա զորություն, այս անվան մեջ կա կարողություն, ուժ եւ ամեն տեսակի հարցերի լուծում, եղբայրներ, քույրեր։ Մենք կարողա չենք տեսնում ինչ է կատարվում, բայց Տիրոջ խոսքը երկսարի սուրից թափանցիկ, որ ամեն բան գործու բանում է։ Տերը թող փառավորվի, Տերը թող մեծարվի, որ այսօր էլ Աստված մեզ կյանք տվեց, հնարավորություն տվեց կարողանանք ապրել եւ ավելի շատ մտածել մեր ապագայի համար, մեր հավիտենականության համար։ Երկրի վրա բոլորն ապրում են, մտածում են վաղվա, միսօրվա, միսօրվա օրվա համար, բայց Իրանի նրանք, որոնք որ Տիրոջ խոսքի մեջ գրված է, Իրանի քեզ Իսրայել, որ այս բանը մտածես ու քո ապագան խորես, վաղճանդ խորես, թող Աստված օգնական լինի։ Ես մի մտքի շուրջ կուզեմ Աստծո օգնությամբ խոսել, ինչքան որ Աստված հնարավորություն կտա եւ շատ կարեւոր է որ ամեն մի եղբայր որ խոսքի ծառայություն անում, յուրաքանչյուր մեկը իր նստած տեղից աղոտ կանի որ խոսքի դուր բացվի, այդպես է գրված։ Ուզում եմ հիշեցնել Եսայա մարգարեությունից 21-րդ գլխից Հիմնականում 11 համարը, որտեղ որ զգուշացնում է հոգևորապես զգուշանալ հոգևոր խավարի կյանքից։ Եվ հետաքրքիր է, ինչ է ասում մարգարեության մեջ։ Ասում է դեպի ինձ ձայն է գալիս սիրիցը, Պահապան, ինչ կա գիշերիցը, Պահապան, ինչ կա գիշերիցը, Պահապանն ասում է Առավոտը եկած է լինի, էլի գիշերը, եթե հարցնում եք, ետ դարձեք եւ դեր եկեք։ Եղբայրներ, քույրեր, հետաքրքիր է, գրված է, որ Պահապանը կանգնած էր Աստծո խոսքի մեջ, դիտանոցում, հավատարմաբար, արթուն եւ զարթուն, ինչպես եղբայրն ասեց, որ ինքը հակառակորդը, Աստծո հակառակորդը ուզում է այսօր ամեն բան անի, որպեսզի Աստծո ժողովրդին, Աստծո եկեղեցուն կարողանան խառնի, որ չհասնեն այն լավագույն փրկությանը, որ սահմանված է սուրբերի համար, որ անկախ մեր գործերից, անկախ մեր կամքից Աստված դա մեզի շնորհել է սիրելիներ։ Իսկ ինքը այդ մեջ շնորհքից ընկել է, գրված է Տիրոջ խոսքի մեջ երկնքում իր առևտրի համար նա պակասեցավ եւ Աստված նրան վայր գցեց։ Եվ այսօր ինքը վատ է ազգում։ Ինքը երկնքից ընկնի եւ ստեղծվածները մարդիկ, նրանք որոնք որ ծնվել են, ապրել են մարմնի մեջ մեղավոր կյանքով եւ այսօր Քրիստոսով ստացել են թողություն, շնորհք, փրկություն, իսկ ինքը պետք է զրկվի։ Դրա համար ավելի շատ վերջի ժամանակներում նա սկսել է չարանալ եւ ուզում է շատ վնասներ տա եղբայրներ քույրեր։ Եվ այստեղ հետաքրքիր է, որ ասում է դեպի ինձ ձայն է գալիս։ Պահապան, Պահապան, ինչ կա գիշերիցը։ Մարդիկ սովորաբար մտածում են, որ գիշերը դա մենք գիտենք, որ խավարի օրինակն է։ Գիշերը դա ավելի շատ մարդկանց մոտ կա ճնշվածություն, դժվարություն, վտանգներ, փորձանքներ, չարիքներ, բայց այստեղ առաքյալը ասում է, մարգարեն ասում է, որ դուք մի մտածեք գիշերվա մասին, որ սամաները կխախտեն, թշնամին կգա, այլ մտածեք հոգևորապես խավարի մասին, որ եթե լույսը բացվի, դարձյալ երկրի վրա խավար է լինելու հոգևորապես, հոգևոր իմաստով։ Այսինքն մենք հասկանում ենք, որ երկրավոր լույսը երբ որ բացվի, դրանով հոգևոր խավարը չի հեռանում։ Այս հոգևոր խավարը կա, այս հոգևոր խավարը մնում է, սա մեծ պայքար է։ Դրա համար Սաղմոսի մեջ շատ հետաքրքիր է ասում Սաղմոսի 50-10 ասում է. ով կա ձեզանից Տերից վախեցող, նրա ծառայի ձայնը լսող, որ գնում է խավարում եւ ճառագայթ չունի, թող նա ապավինի Տիրոջ անունին եւ իրեն գցի իր Տեր Աստծո վրա։ Դարձյալ այստեղ չի խոսում նյութական խավարի մասին, խոսում է հոգևորապես, հոգևոր աշխարհի խավարի մասին, որ մենք շատ պետք է զգուշություն անենք եղբայրներ քույրեր։ Եվ Մատթեոս ավետարանի 26-րդ գլխի 41 համարում Հիսուսը աշակերտներին ասում է, որ արթուն կացեք եւ աղոտ կարեք, որ փորձության մեջ չմտնեք։
Այսինքն ոչ թե փորձություններ չեն ունենալու, փորձություններ ունենալու են, բայց փորձությունների մեջ պարտություն չկրեն։ Ամբողջ հարցը սա է։ Հիսուս ամենամեծ փորձություններն ա տարել եւ փայլել է դրա մեջ, պարտություն չի կրել։ Բայց աշակերտները մտան փորձության մեջ եւ հակառակորդը երևույթը մեծացրեց, կասկածներ բերեց, թերհավատություններ բերեց եւ աշակերտները փախան։ Մի բա ֆիզիկական օգնության դիմեցին, հետո տեսան վիճակը փախան եւ Հիսուսն ասում է, որպեսի դուք պարտություն չկրեք։ Եվ այստեղ ասում է, արթուն կացեք, աղոտ կարեք։ Երբ որ մենք նայում ենք, կարծես թե միտքը սա է, որ ֆիզիկապես արթուն լինեին, աղոտ կանեին գիշերը, բայց հաջորդ համարների մեջ, երբ որ մենք նայում ենք Կողոսացիների 4-րդ գլխի մեջ, երկրորդ համարում շատ հետաքրքիր է գրում Տիրոջ խոսքի մեջը, որ ոչ թե ֆիզիկապես լինելու մասին է խոսում, այլ հոգևորապես լինելու մասին է խոսում, որտեղ գրված է 4:2 Կողոսացիների, ասում է աղոթքին միշտ հետևեցեք, արթուն կացեք նրանում գոհությունովը։ Ուրեմն արթուն կենալ աղոթների մեջ եւ ոչ թե ֆիզիկական քնելու կամ չքնելու մեջ։ Աղոթ կենալ արթուն լինել եւ ամեն ժամանակ, ինչպես ասում է Տիրոջ խոսքի մեջը երկրորդ օրինաց գրքի 6-րդ գլխում ասում է, երբ որ տանը նստած ես, ճանապարհին ես, գործի մեջ ես, քո միտքը Տիրոջ հետ լինի։ Տանը նստած ժամանակ, կանգնած ժամանակ, բոլոր ժամանակներում քո Տեր Աստծո վրայով մտածես, եղբայրներ, քուրեր։ Սա մեզ տալիս է պաշտպանություն, որ երբ որ մենք Տիրոջ հետ ենք լինում, հակառակորդը չի կարողանում միջանկյալ ճեղքել եւ շեղի մեզի։ Իսկ եթե մենք չենք լինում մտովի Տիրոջ հետ կապված, նա կարողանում է օտարուտի մտքեր բերի եւ այդ ժամանակ մեր մեջ առաջացնում է շեղում։ Օրինակ մենք շատ լավ գիտենք այդ մասին, որ Պետրոս առաքյալը ասում էր ես չեմ ուրանա քեզի, բայց այնքան արագ կարողացավ միտքը շեղել, որ Պետրոս առաքյալը շեղվեց եւ Հիսուսի ներկայությամբ ասեց չեմ ճանաչում։ Տեսեք, հիմա փրկությունը անհատական է եւ եղբայրները խոսում են, քարոզում են, սովորացնում են, բայց իրանք չեն կարող ձեզ կյանք տալ հավատքի։ Հավատքի կյանքը տալիս է Աստծո խոսքը մեզ, որին պետք է վստահենք, որին պետք է ապավինենք, որի հետ պետք է մենք հաղորդակցվենք, շփվենք։ Եվ այստեղ ասում է, որ մենք կարողանանք իշ լինել հավատքի կյանքի մեջ, աղոթների մեջ արթուն լինել։ Երբ որ նայում ենք Թեսաղոնիկեցիների գրքում էլ շատ հետաքրքիր մի տեղ ա գրում այդ մասին, կուզեմ հիշեցնել, որովհետև երբ որ մենք Սուրբ Գիրքը կարդում ենք, եղբայրներ, քույրեր, Աստծո խոսքը մեր ներսը մաքրում է, մեր հավատքը զորացնում է, մեզ տալիս է օրհնություն։ Եվ սկզբից նայում ենք կարդալուց մի փոքր տկար ենք կամ մի փոքր հիվանդ ենք կամ վիճակներ, բայց երբ որ կարդում ենք, հաղորդակցվում ենք, հետո տեսնում ենք մեր մեջ կյանքը փոխվեց, զորանում ենք։ Թեսաղոնիկեցիներին ուղված առաջի թղթի 5-րդ գլխի մեջ 5 խոսքում այսպես ասում. Ասма դուք ամենքդ լույսի որդիկ եք եւ ցերեկի որդիկ։ Գիշերինը չեք եւ ոչ էլ խավարինը։ Սա չի խոսում նյութական լույսի մասին։ Սա խոսում է հոգեվոր լույսի մասին, հոգեվորապես խավար կյանքի մասին։ Ապա ուրեմն չքնեք ուրիշների պես չքնեք, այսինքն հավատքի մեջ մենք հանգարտ չթմրենք, չթույլանանք, ինչպես Եփեսացիների թղթի մեջ ասում է, ով քնած մեռելների մեջից վեր կաց լուսավորվի։ Եսային ասում է, քո լույսը եկել է քեզ վրա։ Այսօր շատ կարևոր է, որ մենք ձգտող լինենք այս բանին, եւ ասում է, արթուն կացեք, զարթուն լինեք ամեն ժամանակներում։ Ուրեմն մենք ինչպես պետք է արթուն լինենք, ինչպես պետք է զարթուն լինենք, եղբայրներ, քույրեր, Քրիստոսի խոսքը մեզ ուղղում է ոչ թե ֆիզիկապես լինելու մասին, այլ հոգևորապես լինելու մասին, որ ասում է ուրիշների պես չլինենք։ Թմրել նշանակում է, որ մարդը մտառությամբ շեղվում է։ Օրինակ, երբ որ մենք նայում ենք առաքյալների հետ քայլող մարդեր Դեմասը, բայց ինչ արեց։ Շեղվեց։ Նրա ամբողջ մտառությունը փոխվեց։
Եվ նայում ենք առաքյալների հետ քայլող մարդ էր։ Բայց գրված է Դեմասը ոչ թե թերացավ, այլ այնպես տկարացավ, որ գնաց Թեսաղոնիկե։ Իսկ այդ ժամանակ Թեսաղոնիկեն ըստ պատմական տվյալների շատ վատ քաղաք էր։ Շատ վատ։ Այսինքն, երբ որ մարդը թերանում է, տկարանում է, հակառակորդի նպատակը չէ, որ մի փոքր թերանա, այլ ուզում է այնպես թերանա, այնպես տանի, որ նա չկարողանա հիշի որտեղից է դուրս եկել։ Դրա համար, երբ որ մենք նայում ենք Տիրոջ խոսքի մեջ, մեզ սովորացնում է, որ զգուշություն անենք մեր անձնական կյանքի վրա։ Երբ որ մենք նայում ենք կույսերն շեղվեցին, գրված է 10 թմրեցան, բայց 5-ը լրիվ շեղվել էին։ Նրանց անկյունակարը հավատքի փոխվել էր։ Քիչ առաջ միտեղ էինք խոսում մի եղբոր հետ, ասում երբ որ զրույցում էինք եղբայրների հետ, ասում մեկը մեքենաներից էր խոսում, մեկը քաղաքականությունից էր խոսում, մեկը ուրիշ բաներից էր խոսում, ասում բայց Հիսուսի մասին չէին խոսում։ Մեզ համար սա ուրախություն պետք է, երբ որ մենք մեկտեղ ենք հավաքվում, ամեն մեկիս Տերը ինչ օրհնություն տվել է, խոսենք Տիրոջ վրայով։ Միթե մենք մի բան չենք կարդացել, միթե մեր ամեն բան հասկանալի էր, միթե մի բան չկա, որ իրար հետ կարող ենք վերլուծել, միթե մի բան չկա մեր հոր կտակից, որ կարդանք ուրախանանք։ Տիրոջ խոսքն ասում, երբ որ մեկտեղ եք հավաքվում, խոսք, օրհնություն, սաղմոս, աղոթք, սա շատ կարևոր է։ Եվ չարի ամբողջ նպատակը որն է, որ մեր զգայարանները բթացնի, զգոն վիճակից հանի։ Ես նույնիսկ դեպքեր եմ տեսել, որ թեկուզ եկեղեցու ծառայողա, բայց ինքը Տիրոջ հետ կապ չունի, բայց ծառայություն անում, գնում է լավ երգում է գալիս է, լավ քարոզում է գալիս է, չգիտեմ, պարապմունքներ է անցկացնում, դա արդեն զբաղմունք է, դա արդեն երկրպագություն չի, դա արդեն պաշտամունք չի։ Այսօր աշխարհով մեկ, երբ որ մենք տեսնում ենք ամբողջ Եվրոպայում հավատ կա իկոնաների վրա, ոչ Քրիստոսի վրա, կամ ասենք աշխարհով մեկ ուղղություն կա, որոնք որ Մայրամին են պաշտում։ Վերջապես, չարի նպատակն է, որ Քրիստոս անկյունակարի չեղի, եղբայրներ քուրեր։ Դրա համար, երբ որ մենք նայում ենք Տիրոջ խոսքի մեջը, Պետրոս առաքյալը մեզ սովորացնում է իր առաջին համակի 5-րդ գլխի 8 խոսքումը, որ մենք միշտ չարի հետապնդումների տակ ենք, ամեն րոպե, ամեն վայրկյան։ Նա միշտ հետապնդում է։ Եվ ինչ է անում, ասում է ուզում է, որ մեր որևիցե մեկին գցի, հավատքից գցի։ Ընտանիքի մեջ համատում, կյանքի մեջ համատում, գործերի մեջ համատում, ժամանակի մեջ համատում, ամեն բան անում է, եղբայրներ քուրեր։ Հələ դուք ինքներդ նայեք, տանը նստած ժամանակ կամ թեկուզ ասենք պաշտամունքի ժամանակ, ինչքան մտքերը անցնում մարդու միջով։ Մտածում ես ֆիզիկապես նստել ես, բայց ամբողջ ներքնաշխարհդ մի ուրիշ տեղի վրա է շարժվում։ Եվ դրա համար ասում եմ, մենք պետք է շատ զգուշանանք եւ կարողանանք ինչ անել, հսկել։ Ասում եմ հսկեցեք։ Եվ եղբայրը հիշեցեց, որ երկրորդ թուղթ Կորինթացիների 11-րդ գլխի մեջ Պողոս առաքյալն ասում է, ես ձեզ համար շատ եմ վախենում, ինչպես որ սատանան խորամանկությունով խաբեց Եվային։ Խաբեց։ Այնպես հանկարծ մեր միտքը չպղտորի։ Մեր մեջ հավատ չսարքի, որտեղ Սատանան Եվայի մեջ հավատ սարքեց, ասեց, երբ որ դու անես այդ բանը, դու Աստծո պես ես լինելու, առավելություն ես ունենալու, բարին ու չարը գիտնալու ես, շատ լավ է լինելու։ Այսօր չարի ամբողջ նպատակը սա է, որ մարդուն կարողանում է հրահարի, որ քեզ համար լավ է լինում, տանի գայթակղությունների։ Եվ դրա համար այսօր մենք տեսնում ենք աշխարհի վրա այսքան քրիստոնեական ուղղություններ, գաղափարներ, մտքեր, ինչի համար, նա շեղել է, ասել է դրա մեջ էլ կյանք կա։ Եվ մի անգամ ես անձնավորության հետ էի խոսում, ասում էի, բավականին խելացի անձնավորություն ես, Աստված քեզ առողջություն ա տվել, բայց ինչի համար ես դու օրվա մեջ մի քանի անգամ այդ փոքրիկ ծխախոտը ծխում, որ իրանով թույն ա, նրա մեջ ոչ մի օգտակար բան չկա։ Ասում ա, դե ես դրա գերին եմ։ 100 կիլոանոց մարդը մի փոքր բանի գերի է։ Սատանան աշխարհում էսպես է բռնում։ Հոգևորներին ոնց է բռնում, մտքով է գերի բռնում։
Դրա համար ասում է արթուն եւ զարթուն լինենք, եղբայրներ քուրեր։ Նրա ամբողջ նպատակը սա է, որ կարողանա մեզի շեղի Աստծոց։ Եվ հետաքրքիր է, որ ամեն մեթոդներ նա ուզում անի, երբ որ նայում ենք Ղուկաս ավետարանի 21-րդ գլխի մեջ 34 համարում Հիսուս Քրիստոսն ինքն ասեց, որ զգուշացեք վերջին օրերում, որ հավատքից չպակասեք, որովհետև ինչ է լինելու, ասում է ոմանք պետք է հետևեն ապրուստի հոգսերին, ոմանք պետք է գնան հարստության հետևից, հա, ոմանք պետք է գնան հարբեցողության, այսինքն այդ թմրադեղերի հետևից։ Եվ երբ որ այսօր մենք նայում ենք հոգևորների շատ մեծամասնության մեջ ապրուստի հոգսերը տեղ են գտել, դարձրել են ամեն օրվա իրանց զբաղմունքը, մտքի տանջանքը։ Հոգևոր մարդը ինքը պետք է մտածի, բայց մի բան մտածի, որ գրված է, եթե Տերը չշինի այդ տունը, եթե Տերը չորտնի, եթե Տերը հնարավորություն չտա, եթե Տերը հաջողություն չտա, ինչ պետք է անի մարդը։ Մենք պետք է հավատ սովորենք, վստահել Տիրոջը, որ այս հոգսը հանձնեցինք Տիրոջը, ծառը տնկել ես, էլ գիշեր ցերեկ մի տանջվի, Աստված է մեծացնողը, գործը բռնել ես, արտդ բռնել ես, բիզնեսը դրել ես, վստահի Տիրոջը։ Եվ ժամանակը աշխատացրու ավելի շատ հոգևոր կյանքի համար։ Ես պետք է ասեմ, որ մամկո եղբայրը շատ է հարցնում մեծ պաշտամունքների ժամանակ, ասում է անկեղծ ասեք, ովքեր են, որ ամեն օր գիրք են կարդում, ովքեր են, որ ամեն օր ունեն իրանց հերթական աղոթքը եւ աղոթքից բավականություն են ստանում։ Աղոթքը միայն քնելու, արթնանալու համար չի, աղոթքը հաղորդակցվելու համար է Տիրոջ հետ, որ Տիրոջ հետ հաղորդակցվում են։ Ես աղոթներից մեջ հաճախ որը զգացել եմ չորա ներկայություն չկասեմ, Տեր խնդրում եմ օգնիր ինձ քո առջև առարկայի պես չլինեմ, այլ ուզում եմ հաղորդակցվեմ, որ ստանամ օրհնություն, որ ստանամ կյանք, որտեվ ամբողջ ճարի նպատակը ինչն է, բերում է ապրուստի հոգսերը, տարբեր հոգսեր, այսինքն մարդու մեջ միշտ բերում է մտային լարվածությունը, չի թողում ուղեղը անջատվի։ Ինչքան քույրեր են անկեղծացել, ասում են, պարկել են քնենք, բայց ամբողջ գիշեր մեր այդ ու բորկանա, առավոտը հելը մեսի անեմ, մենի անեմ, մենի անեմ, մենի անեմ, եղբայրն ասում է, եսի գրամ քանդեմ, մեսի սարքեմ, լարվածություն, չի թողնում, որ կենտրոնանա, հաղորդակցությունն ունենա Տիրոջ հետ, եղբայրներ քույրեր։ Եվ Մատթեոս ավետարանի 22-րդ գլխի մեջ Հիսուսը խոսեց այդ մասին, ասեց, որ հրավեր եղավ, որ գան ընթրիքի, մեկը ասեց տուն եմ առել, մեկը ասեց ես եմ առել, մեկը ասեց կին եմ առել, այսինքն մենք այստեղ տեսնում ենք նրանց մոտ անհոգություն կար, ավելի շատ նրանք կարևորել էին իրենց կյանքում այդ երկրավորը, մարմնավորը, քան հոգևորը, բայց Տերը Մատթեոս ավետարանում ասում է, երբ որ դուք վերինը փնտրեք, երկրի վրային է կտրվի, որովհետև Առակած գրքի ժողովող գրքի մեջ շատ տեղեր ասում է Աստծո ձեռքի մեջը կյանքի առողջությունն է, գրված է կյանքի օրեր, կյանքի առողջություն, ձախ ձեռքի մեջ հարստություն, փառք ամեն բան։ Գրված է, այդպես է գրված։ Եղբայրներ քույրեր, եւ Հիսուսն ասեց նաեւ այդ մասին, ինչպես առաքյալն է նշում, ոչ թե որդիներն են հայրերի համար ժառանգություն հավաքում, այլ հայրերը, մեր հայրն է ինքը։ Ինքը գիտի մեզ ինչ է պետք, նույնիսկ մեր խորը ծերության մեջ, մեր կյանքի վերջի օրվա համար, ամեն բան գիտի, եղբայրներ քույրեր։ Եվ մենք պետք է տեսնենք, որ նաև մեր ժամանակի վատնումը ինչի վրա է ավելի շատ լինում, որովհետև շատերին, որ ասում են ժամանակը չի հերիքում, ես ասում եմ, որ ճշմարտության դեմ սուտ չխոսանք, ժամանակ տվողին ասում ենք ժամանակը չի հերիքում, մենք անկեղծ ասեցինք Տեր այսօր քեզի պաշտելու, երկրպագելու կարոտ եմ, կարիք ունեմ, ուզում եմ, Աստված ժամանակ չտվեց։ Մենք ենք երբեմն վատնում, մենք ենք երբեմն փչացնում մեր ժամանակը։ Եվ այդ բոլոր անհոգությունները բերում են մարդու կյանքում խավարի շրջան։ Եվ Հակոբոս առաքյալն ասում է, մարդու մեջ առաջանում են ցանկություն, ցանկությունը մեծանում է, հետո ծնվում է մեղք, մեղքից մահ գնում։ Ցանկություններից է ամեն բան առաջանում։ Եվ հակառակորդի նպատակն է, որ շեղի մարդուն մարմնավոր ցանկությունների մեջ գցնելու։ Ինչպես Պետրոս առաքյալն ասում է, մի գնացեք այն ցանկությունների հետևից, որ մարմնավորապես են, որ հոգևորությունից կյանքից հանում են։ Եվ ասում է Հակոբոս առաքյալը, որ մարդուն գերեվարում են եւ հավատքից հանում։ Իսկ միակ բանաձևը, երբ որ մենք նայում ենք Սաղմոս 105-ի մեջ շատ գեղեցիկ ասում է, որ ամեն ատեն Տիրոջ երեսը փնտրենք ու նրա զորությունը խնդրենք։ Էսի շատ կարևոր է Տիրոջ ներկայությունը,
ուր որ գնում ենք Տիրոջ ներկայությունը։ Շատ կարևոր է Տեր, ինձ հետ եղիր, Տեր առաջնորդի, Տեր օգնիր, Տեր ողորմիր։ Տիրոջ ներկայությունը շատ կարևոր է, որովհետև Հովանու ավետարան առաջի գլխի մեջ ասում է ամեն ինչ նրանով եղավ, առանց նրա ոչինչ եղավ, նրանով էր կյանքը։ Եվ մեր շունչը հոգին նրանով է, եղբայրներ քուրեր։ Հիմա իր հաշվին մենք բանի կոնդիցիոները հաշվին չէ, իր հաշվին մենք շնչում ենք, ապրում ենք, մեր սիրտն աշխատում է, մեր բանականությունը կա, իր հաշվին։ Դուք շատերը գիտեք, որ տարիներ առաջ մեզպես դեպքեր եղել, ասում երբ որ ծերունին լավ չէր զգացել, տարել էին հիվանդանոց, վերջը բուժ օգնություն էին ցույց տվել, ծերունին լավացել էր, ասում 3 օր հետո ինքը երբ որ դուրս էր գրվել, բժիշկն ասել էր, որ այսքան 1000 գումար պետք է մուծես։ Հա։ Եվ այդ պապիկը նայելով այդ բուժաշխատողին, որ ասել էր այդքան 1000 գումար պետք է մուծես, ասում սկսել էր լացել։ Եվ ասում այդ բժշկուրը տեսնելով պապիկի լաց ասել էր մի լացի, ինչ ես լացում, չունես այդ հնարավորությունը որ տաս, ասում ծերունին ասել է ես այդ հնարավորությունը ունեմ, կտամ, բայց ասում լացում եմ դրա համար, որ Հիսուսը ինձ 80 տարի թթվածին ա տվել, մի օր գումար չի ուզել։ Իսկ դուք 3 օրվա համար այդքան փող եք ուզում։ Եղբայրներ քուրեր, ոնց չգնահատենք իր գործը։ Եվ դրա համար Սաղմոսի մեջ ասում է խնդրեցեք։ Մատթեոս ավետարան 7:7 մեջ ասում է խնդրեցեք, որոնեցեք, թակեցեք։ Սա շատ կարևոր է։ Եվ Հակոբոս առաքյալը գիտեք ինչ ասում է մոտեցեք Աստծուն, մոտեցեք։ Մենք պետք է մոտենանք, մենք քայլ պետք է անենք, որտեղ գրված է իրեն եկողուն Տերը դուրս չի հանում, եղբայրներ քուրեր։ Եվ Պետրոս առաքյալը երկրորդամակի առաջի գլխի 4-ի մեջ ասում է, որպեսի հաղորդակից լինենք իր աստվածային բնության հետ, հաղորդ լինենք իմ ու Աստծու մեջ, որտեղ ոչ արու կա, ոչ էգ կա, ոչ հյուն կա, ոչ հրյա, հաղորդակցության մեջ։ Դու գիտեք, ես էլի եմ ասել, ասում եմ հələ նայեք, տաճարի մեջ քահանաները ինչքան շատ էին, բայց Փանուելի աղջիկ Աննան, որը որ մոտ 100 տարեկան միգուցե ավել էր, նա գրված է գիշեր եւ ցերեկ ինչ էր անում այդ տատիկը, ծոմ աղոթք մարգարեություն։ Ես ասում եմ եղբայրներ, ես ծոմ ում համար էր պահում, իր համար չէ, զորանալու համար, որ ինչ աներ, մարգարեությունը ում համար էր, քահանաներին ասում էր, որ դուք շեղվել եք Աստծո խոսքից, մարգարեություն էր անում, հետո չէր վիրավորվում։ Այսօր մի քուրիկ եկեղեցում հանկարծ մի քիչ հետը լավ չվերաբերվեցին, փախնելու է մի ուրիշ խումբ, բայց Աննա Մարգարոյին ամեն վատ բաները տեսնում էր տաճարի մեջ, բայց նա չէր տեսնում տաճարը ոչ թե մարդու սրա կամ վերջապես չգիտեմ ասենք մարդու համար, այլ տեսնում էր մի տեղ աղոթքի վայր, որտեղից ինքը աղոթք էր անում դեպի առաստված։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք ունենանք այդպիսի հավատք։ Եվ ինչքան հետաքրքիր է, օրինակ երբ որ ես նայում եմ որպես բանաձև հասնելու համար, շատ հետաքրքիր է, ասում է որ Պողոս առաքյալն ասում է ես դեպի նպատակն եմ ձգտում։ Հետո նպատակը ձգտելով ինչ էր անում, ասում է նպատակի համար ճնշում եմ իմ անձը։ Եվ հետո ճնշելով ինչ էր անում, հեշտ չէր այդքան ճնշելը։ Ասում է ես ջանք էի թափում։ Էսի կարևոր է, ինչքան էր ջանք թափում, գրված է։ Եվ նույնիսկ Պողոս առաքյալը Տիմոթեոսին խորհուրդ էր տալի, ասում էր գիտես ինչ Տիմոթեոս, ամեն ատեն հիշիր Հիսուս Քրիստոսին մեռելների մեջից արություն առածին, չէր հիշում, այսինքն ուզում էր ասել, միշտ միտքդ իր վրայով պահես, որ չշեղվես, հիշես։ Եվ ասում էր, որ մեր միշտ միտքդ բեր։ Եվ շատ հետաքրքիր է նույն Տիմոթեոսին, որպես իր աշակերտը, որի վրա շատ որ ասում է արդյունք էր դրել, ասում էր Տիմոթեոս անձդ վարժեցրու։ Ինչքան ենք մենք վարժեցնում մեր անձը, որ ճիշտը խոսենք, ինչքան ենք վարժեցնում։ Մի օր ասում ենք մի քիչ հոգնած ենք, մի օր գլուխս լավը չի, մի օր տրամադրությունս լավը չի, մի օր ժամանակը պարգում ենք, անցկացնում ենք ինտերնետի հետ, մի ուրիշ բանի վրա ժամանակ այսպես սատանան խափում տանում է։ Եվ գրված է Տիրոջ խոսքի մեջը հայտնության գրքի մեջ ասում է, որ չճանաչեցին սատանայի հնարքների խորությունը չճանաչեցին։
Եվ Պողոս առաքյալը Կորինթացիների գրքի մեջ ասում է զգուշ եղեք, որ նա ձեզի զրկանք չանի, չզրկի։ Նրա նպատակն է զրկի հավիտենական կյանքից։ Դուք շատ լավ գիտեք ոնց եղավ, որ Ղովտի կնոջը վերջի պահին այդ մտքերը բերելով զրկեց փրկությունից, զրկեց։ Հայացքը շեղեց, որ Աստված ասել էր, զրկեց։ Կամ ասենք, երբ որ նայում ենք Եվայի կյանքում, Ադամի կյանքում ոնց զրկեց։ Նա զրկիչ է, փրկիչ չի, փրկիչ մենակ Հիսուսն է, որ այդքան մեր սխալերի մեջ մեզի սիրում է եւ ողորմություն անում։ Եվ դրա համար ասում է հարատևելու եւ գիտեք ինչ ասում նաեւ մեր անձերը վարժեցնելով Աստված պաշտության պարապենք եւ հսկում անենք եւ հարատևենք եւ Տիմոթեոսին ասում է սնված Աստծո խոսքից եւ լցված Սուրբ Հոգով, սա շատ կարեւոր է, լցված Սուրբ Հոգով եղբայրներ եւ քույրեր։ Եվ առաքյալ ասում է այս բաները անելով օգուտ կլինի քեզ եւ կարող ես ուրիշներին էլ օգտակար լինելու։ Թող Աստված օգնական լինի։ Այս լավ օրերը միշտ չի որ էսենց մնալու են եղբայրներ քույրեր։ Մենք հիմա պաշար պետք է հավաքենք։ Ասում է ձմեռվա պաշարը ամառն են հավաքում, ձմեռը դաշտում բան չկա որ հավաքեն, Հայաստանում այդպես է, դրա համար հիմա պաշար պետք է հավաքենք եղբայրներ քույրեր, թող Աստված օրհնի, աղոթքի գանք, խնդրենք Տիրոջը իր ներկայությունը այսօր էլ մեզի լցնի, պակասների մեջ բժշկություն անի։